Քիչ մարդիկ գիտեն սամեթի ջրի այս հատկությունների մասին։ Այն օգնում է սնունդը ավելի արագ և լավ մարսվել։ Ոչնչացնում է վնասակար միկրոֆլորան և զարգացնում օգտակար միկրոֆլորան։ Հեշտացնում է կղելու գործընթացը, վերացնում ցավերն ու սպազմերը։ Հանդիսանում է մեղմ միզամուղ միջոց։ Բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա։ Նվազեցնում է աղիքների պատերի վրա ճնշումը և օգտագործվում է որպես գազազատող միջոց մեթեորիզմի դեպքում։ Սամիթի ջուրը չունի հակացություններ։ Այն վերացնում է խմորումն ու այրոցը ստամոքսաղիքային տրակտում։ Մեկ ճաշի գդալ լվացված սամիթի սերմեր եմ լցնում 250 մլ եռման ջրի մեջ։ Եփում եմ ջրային բաղնիքի վրա 15-20 րոպե։ Հետո թողնում եմ եփվի 30 րոպե։ Ստացված եփուկը պահում եմ ոչ ավելի քան 1 օր սառնարանում։ Ընդունում եմ 1/4 բաժակով օրական 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Ահա ստացվում է այսպիսի հագեցած սամիթի ջուր։ Եվ երկրորդ տարբերակը շատ ավելի պարզ է։ Մեկ ճաշի գդալ սամիթի սերմեր լցնում եմ 1 բաժակ եռման ջրով, թողնում եմ եփվի մոտ 1 ժամ։ Սամիթի ջրի պահպանման ժամկետը ոչ ավելի քան 1 օր։ Սամիթը եւ սամիթի սերմերը օգտակար են իրենց կազմի մեջ պարունակվող եթերեյուղերի շնորհիվ։ Վիտամիններն ու միներալները ներծծվում են աղիքների պատերով, ինչը ապահովում է լավ պերիստալտիկա եւ կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը։ Սամիթի ջրը կիրառում են ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ հետո։ Եթե առաջ, ուտելուց 30 րոպե առաջ, եթե հետո, 1 ժամ հետո։ Թեթևացումը սովորաբար գալիս է արդեն 15-20 րոպե հետո։ Անհետանում է փքվածությունն ու անհարմարությունը։ Իսկ դուք գիտեիք, որ առաջին անգամ սամիթի ջուրը դեղատներում վաճառվել է դեռևս 1851 թվականին Անգլիայում, բայց այն էականորեն տարբերվում էր այսօրվա մեր պատրաստածից։ Եվ որին մենք սովոր ենք։ Սկզբնական սամիթի ջուրը պարունակում էր 3.5% ալկոհոլ, յուղ, սոդա, շաքար եւ ջուր։ Այս հիանալի կազմը 1876 թվականին լայն տարածում գտավ դեղագործական շուկաներում։ Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար եղավ, դրեք լայք, գրեք մեկնաբանություններ։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին զանգակով, եւ այդ դեպքում նոր տեսանյութերի մասին ծանոթությունները կստանաք առաջինը։ Բոլորիդ շնորհակալություն դիտելու համար։ Մինչև հաջորդ հանդիպումը։